կազմակերպություն, այս մեր իրականության երևի բանն է, հատուկ հետազոտության նյութ պետք է դառնա, դոսավ, ես ուզում եմ հիշեի, դոսավ ոնց է բացվում, տենց է չի հիշի, այդ ոչ մեկ չգիտի, երևի, բայց ասենք ոնց է խորհրդային միության կոմունիստական բանի տրամաբանության ներքո ով գիտեր։ Միացրեք բարձրախոսը, միացրեք, դա պետք է հնչի։ Пан варчապետ, добровольное общество содействия армии, авиации и флоту. ԴՕՍԱՖ, ՍՍՀ։ Շատ լավ։ Հիմա, բայց այս պատմությունը ուրիշ պատմություն է, հարգելի գործընկերներ, որովհետև ըստ էության այս պատմության շուրջ առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Էրեգել ազգային ժողովում խոսք գնաց Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ որ դե յուրե մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն եւ ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը։ Պարզվեց բնականաբար, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպություններ